Բարև ձեզ, ես Նարեկն եմ Ամիրխանյան և մեր գործընկեր Ամունձի Ակբայի հետ շարունակում ենք փողի մասինը։ Այսօրվա մեր հյուրն էր Անի Ասատրյանը, հրեշտակ ներդրող։ Եթե այդ տերմինը առաջին անգամ եք լսում, ապա անպայման նայեք այս էպիզոդը, որպեսզի հասկանաք ինչի մասին է խոսքը։ Անի հետ զրուցել ենք ներդրումների, ստարտափների, նոր տեխնոլոգիաների, AI-ի եւ արդյոք հնարավոր է Հայաստանում ստարտափներում ներդրումներ անելով գումար աշխատել։ Անի ջան, ո՞նց ես։ Հրաշալի, շնորհակալություն դու։ Լավ, շատ լավ, շնորհակալություն։ Դու երևի են քիչ կին ներդրողներից ես Հայաստանում։ Շատ կին ներդրումներ ցավոք դեռ չկան, բայց ինձ թվում է այդ շուկան մեծանում է ու ավելի շատ մարդ է ներգրավում։ Ինձ հետաքրքիր է դու ո՞նց ես սկսել, երբ արեցիր քո առաջին ներդրումը ու ինչի որոշեցիր, որ հենց IT ոլորտում սկսել ես ներդրումներ անես ու ընդհանրապես մի քիչ կպատմես այդ ճանապարհի մասին։ Հա, ներդրումներ սկսել եմ անել, երբ որ առաջ անգամ հայրիկս գումար տվեց, տենց որոշել էի տուն առնեի ու քաղաքի կենտրոնում Սարյան փողոցի վրա էի, 2000 թիվներ։ 2000 թիվը, հա։ 2000 թիվներ։ 26 տարի առաջ։ Ահա, 26 տարի առաջ ու Սարյան փողոցին ինքը տենց անշուք մի երկու հատ կոմպյուտերների խանութ կար, որը օգտագործած մասեր էին վաճառում, ինքը տենց ոչ մի vibe չուներ այն ինչ որ հիմա է Սարյան փողոցը, բայց ես տրամաբանորեն չգիտեմ, ներքից ցայից ասես որ քաղաքի կենտրոնի մոտիկ է, ու տենց մի անգամից մտա մի հատ անձրևից հետո մի հատ տուն էր, որը շատ լուսավորված էր։ Ու 5 րոպե մասի հայ, ես էսի առնում եմ, մենակ գնացել էի։ Ու տենց առա այդ տունը ու սանղ դառա, ամերիկյան համալսարան մեսօրում այդ վերևի մասով ճանապարհ կար, առավոտքով հասնում էի ինստիտուտ։ Շատ հարմար է, դեմ չէ այդ ապրում էի Ջրվեժում, ինձ համար միշտ այդ խնդրեմ ա եղել Ջրվեժից կենտրոն հասնելը։ Իմ երազանքներ ապրել կենտրոնում, մի խոսքով տենց այդ առաջին ներդրումը տենց այցի, այդ ընկերներ ունեի, որոնք դիզայներներ էին։ Ու տենց ասին ինչ ոճով ես ուզում, ես էլ Հարավ Աֆրիկայից նոր եմ եկել, ասի կլինի սաֆարի ոճով վերանորոգենք։ Տենց սաֆարի փոքրիկ տունիկ էր, այդ սաֆարի ոճով վերանորոգել, պարզվեց որ շատ սիրուն տուն է։ Տենց սկսեց այդ իմ առաջին ներդրումներ կարելի ասել։ Հետո տունը վաճառեցիր, ավելի շատ սկսեցիր։ Էդի հետագայում արդեն երբ որ բայց այդ տոնը ահագին մնաց, այս այդից չի, դա իմ առաջի ներդրումն է եղել ընդհանուր։ Իսկ ստարտափների ներդրումը սկսեց այն ժամանակ, երբ որ ես ունեի ստարտափ էի հիմնադրել, որը զբաղվում էր travel agency app կալներ, ոնց որ Airbnb-ն ինտերմեդիարներին հանում էր, ես մտածեցի ինչի՞ չէ, եթե մարդիկ ուզում են գան Հայաստան կամ ուրիշ այլ երկիր, կան իմ application-ը քաշեն, միանգամից իրանց itinerary-ին ավտոմատ կլրացվի, destination-ները կտա, մի խոսքով կարա այդ մեջի մարդը դուրս գա։ Այսինքն ոչ միայն Airbnb, որ կարան տուն վարձեն կամ հյուրանոց վարձեն, այլ նաև, չգիտեմ, տարբեր ինչ որ ուղղություններով հետաքրքիր զբաղմունքներ գտնեին Հայաստանում։ Հա, տուրերը կարային կազմակերպել, ինքը 7 օրով են գալի, իրանք նախորոք application-ի միջոցով կարային իրանց տուրը կազմակերպեին, պետք չէր որ ինձ գրեին կամ ինձ վճարեին, որ ես դա իրանց համար անեի։ Այսինքն ռեկոմենդացիաները բան։ Բայց տենց հետաքրքիր մի հատ հանդիպում եղավ Sevan Startup Summit-ի մենթորներից կար Չուսը, իսկ հայերը լավ ճանաչում են։ Չուսին խնդրեցի, որ մի հատ իմ ստարտափի մասին լսի, որտեղ Sevan Startup Summit-ին ուշացել էինք։ Հա։ Այդտեղ Չուսին ասեց լավ, մենակ այն պայմանով Այդ որ թվականն էր։ Այդ 2018 թվականն էր։ Ու Չուսը ասեց մենակ մի պայմանով եմ գալիս հանդիպման, որտեղ գիտեմ դու այդ ոլորտից հասկանում ես։ Այսինքն իսկ որտեղ մինչև այդ դու ունեիր travel agency, հա։ Ու այդ լսեց, ասեց, գիտես, չեմ ուզում քեզ բանան հիաստապացնեմ, բայց այդտեղ աշխարհում հələ ոչ մեկ փող չի աշխատել։ Ու դու ինչքան փող որոշել ես, որ այդտեղ ներդնես, տենց մի արա, էլի։ Ու Հյուսեն Պողոտայի վրա մի հատ սրճարանում ենք նստած, ասեց, լսի, տեղ եմ գնում, կգաս հետս, ասեց, ու ասեց, արի քեզ տանեմ։ Ու բարձվեց, որ Beeline ընկերությունն է ժամանակ, ինքը աջակցում էր ստարտափ ակումբներին, ինքը այդ Ban Angels-ը նոր էր բացվել, ու ինքը տեղ էր տվել բանային տարածք էր տվել ու ֆինանսապես աջակցում էր, որ այդ գործունեությունը սկսվի ու մի քանի միջազգային կազմակերպություններ էին աջակցում։ Ու գնացի ծանոթացա, լսեցի,
Զարմացա։ Ասացի լավ, ես իմ ստարտափը չեմ շարունակի։ Տենց Տենց մի անգամից այդ մի բանը հատ որ դժվար չէր, այդ ժամանակ չէր իհարկե։ Տենց ըմբոստացա ասացի, ես կգնամ կանեմ, սա հետ կապացուցեմ այդ տեղերի, ինչ հա։ Բայց հետո հասկացա, որ պետքա մի հատ հասկանամ այդ ուրիշները ոնց են անում, որ հա ստացվում է։ Դե ամենուց մտածի, որ հələ որ պետքա մի հատ ծանոթանամ այդ ամեն ինչը, որտեվ ոչ մի չգիտեի, տենց ինքս ինձ որոշել էի ստարտափ ստեղծեի։ Էդ էր հիմնական պատճառը, ասի կսովորեմ, հետո կարողա լավ co-founder գտնեմ ու արդեն ոնց որ իմ ստարտափը կստեղծեմ ուրիշ, հա չգիտեմ դա։ Բայց ասի մի հատ հələ ինձ հետաքրքիր է, ու դա այնքան հետաքրքիր էր ինձ, որ ինձ այդ ալիքը շատ ուժեղ տարավ։ ու միացար բանային Ու միացա բանային, ով չգիտի բանան այդ ոնց որ ներդրողների համայնքն է, հա ճիշտ ասեմ, ճիշտ Business եմ Angel Network of Armenia հա ինքը առաջի ստեղծված ակումբն է, ոնց որ ներդրողների, հա ներդրողների, angel investor-ների։ շատ նախնական Հրեշտակային փուլում, հա հրեշտակային ներդրողներ են այդ կոչվում։ բանը հրեշտակային ներդրողները, ով որ չգիտի, այն մարդիկ են, ով որ բիզնեսներում շատ նախնական փուլում ներդրումներ են անում, այն ամենասկզբում, Հա, ինքը կոչվում է pre-seed round։ հա pre-seed, Դրանից առաջ ովքեր են ներդնում 3Fs։ հա fools, friends and family, էլի Ահա։ հիմարները, ընտանիքը ու ընկերները, Ահա, այդ այնց հետո արդեն գալիս են հրեշտակ ներդրողները։ հա Այդ պատմությունն էլ հետաքրքիր է։ հա իհարկե, պատմեք, Ոնց է, այդ ինչ են կոչվում հրեշտակ հա ներդրողներ։ պատմեք, անպայման Որտեվ պատմեք, այդ ստարտափները ոնց որ գնում են այդ գերեզմանոցի մեջ ամեն ասում, որտեվ այդ 3 F-երը արդեն փողերը տվել են, այդ փողերը վերջացել է ու իրանք կամ պետքա դադարացնեն մեռնեն իրանք ստարտափը կամ ինչ որ մի կախարդական ձևով ներդրումներ լինի։ հրեշտակ կա, էլի, Հրեշտակ գա։ Ու այդ հրեշտակ ներդրողը ինքը այն մարդն է, որը հավատում է այդ հիմնադիրներին ստարտափի ու ինքը որոշում է, որ գումարը կտա ու ինքը կասի ոնց զարգացնի, կօգնի։ Այսինքն հրեշտակային ներդրումը դա միայն փողի մասին չի, դա շատ ուժեղ օգնության ու նետվորքի ու ամեն ինչով support անելու մասին է։ հա այսինքն աջակցվում է ոչ միայն փողով, այլ նաև գիտելիքով ու ինչ հնարավորություններով կարա Հա, օգնեք, կապերով հա եւ հա հասկացա, այսինքն սկսել եք անշարժ գույքով ընտանիքի օգնությամբ, հետո այդ ամեն ինչը մեծացրել եք, ստեղծել ես քո սեփական արդեն տուրիստական ագենստվան ու հետո այդ կապիտալը օգտագործել ես, որպեսզի սկսես ստարտափներում ներդրում անես։ Հա, դրանից առաջ մեր ընկեր Կարենը ինքը Sprint Fund ուներ ու ես Sprint Fund-ի առաջին ներդրողներից էի ու Sprint Fund-ը շատ հաջողակ էր։ Այդ TCF-ի այդ ստարտափ Ահա, ինչ են դրանց ասում, crowdfunding crowdfunding-ի ֆորմուլայի մարքեթինգ կամպեյնների համար արագ ֆինանսավորվող գումարներ էր հա պետք։ հա այդ է ուզում հիշեի crowdfunding բառն եմ մոռացել, Հա, Kickstarter ու Indiegogo պլատֆորմաների մեջ իրանք հայտարարություն, որ product-ը արդեն ուզում են տեսնում են իր ալգորիթմերը շատ արագ է աճում վաճառքի, որպեսզի խթանեն ու ինքը կարողանա իր ամբողջությամբ պոտենցիալը արագ հեշտ վաճառի արագ փող են տալի, մի քանի ժամվա մեջ աշխարհից աշխարհ կարանք փող ուղարկենք։ հա ու ասինքն Հայաստանից տեղ ամերիկյան կամ չգիտեմ եվրոպական ստարտափներին կապիտալ եք տալի, որպեսզի իրանք իրենց մարքեթինգը կարողանան շարունակեն։ Հա, շատ ծիծաղալ է, բայց հայերը փող են տալի ամերիկացիների բիզնեսը, որ առաջ գնար։ Շատ լավ է։ Եկամտաբեր էր։ Շատ եկամտաբեր էր ու շատ մեծ գումարներ հենց այդ ֆոնդից ստեղծված գումարներն էին նորից հետ ներդրում անում ստարտափներին։ Այսինքն այդ առաջի ֆոնդը, որտեղ դու ներդրում ես արա, ինքը արդեն շատ հաջողակ էր։ Շատ հաջողակ էր, Դերից լավ գումար աշխատեց։ Հա։ Առաջի փորձը լավ ա եղել։ Հա, ու այդ Վարդանյան Կանեններ ինքը որ նաև բանայի ու Ֆորմուլա VC շատ մտերիմ էր, Ֆորմուլա VC co-founder-ներից էր ու առաջի ոնց որ բիզնես հաջողությունը իմ մոտ վստահություն առաջացրեց, որ ես կարողանամ այդ
ստարտափներում էլ ինվեստիցիան է, որովհետև Sprint ֆոնդի տրամաբանությունը ինձ համար շատ հասկանալի էր ու ես էլ որ մարքեթինգ էի ավարտել, Հա, շատ էի ոգևորվում այդ ասիկ գաղափարով։ փողը արագ փողը տալիս եք, մարքեթինգի վրա աշխատած ծախսում են, գումարը շատ արագ հետ է գալի։ Հա, Հա, այդ հասկանալի բիզնես այդ մոդել է։ հասկանալի բիզնես էր, բայց գումարը ինքը սահմանափակում ուներ, ես չէի կարա իրան մի քանի տարվա մեջ անեի։ Հա, Բայց ամեն դեպքում իմ ընդհանուր պորտֆոլիոյի հավաքելու մեջ այդ եկամտաբերությունը լավ կարևոր դեր է ունեցել։ հետո ոնց ինչ եղավ։ Հետո դե որ բանան արդեն ինքը ակսելերատոր ուներ, ստարտափները գալիս էին, սովորում էին փիչինգսը ու տենց ստացվեց, որ պետք էր ինվեստիցիա անել։ Ես ոնց որ ուզում էի, բայց ինձ համար շատ դժվար էր։ Ես չէի հասկանում ոնց պետք է ընտրեմ։ Ու տենց ընկերներս ասին, տենց առաջինը պետքա տենց աշկետ փակես ու կնապես ըխմես։ Հա, այսինքն գալիս էին, դուք այդ ստարտափները պատմում էին իրանք ինչով են զբաղվում, Հա, դու ընթացքում բանայի մնացած մարդիկ լսում եք Մհմ, ու որոշում եք փող տաք կամ չէ։ հա, Ու համար այդ բարդ էր հա։ սկզբում։ Հա, առաջի ստարտափի համար շատ մի ամիս մտածել եմ ինվեստիցիայի համար։ Հա, Անեմ թե չանեմ, ու վերջը տենց հասկացա, որ ռիսկը գործիք էս, նա պետքա պրոստը աշկես փակեմ ու անեմ։ իսկ ով էր առաջինը։ Առաջին շատ ֆանտաստիկա էր, 4 հիմնադիրներ աղջիկ էին, For You AM-ներ։ For you am-ը։ Հա։ For you-ն հաջողված case է, էլի։ Արդեն լավ արագ աճեց հայտնի բիզնեսը Հայաստանում։ Հա, ես էլ իրանց շատ սիրում եմ, Ժենյայի հետ արդեն ընկերուներ ենք դառել։ Հաջենյան շատ լավն է։ Հա, էդի շատ մեծ ձեռբերում է ու դե պատկաստ մեկ ինչքան կարանք նվերներ ուղարկենք աշխարհից աշխատ, հենց 3 քույրիկիս ծննդներ Մոսկվայում հրաշք ծաղկե փչենք ուղարկել։ For you am։ AM-ով։ Wow, շատ լավ, ասիկա։ Հայաստանից Հա, Մոսկվա, իրանք միջազգային ունեն կապեր ու շատ արագ առանց խնդրի իդրամի միջոցով վճարում կատարեցի։ շատ լավ։ Որտեղ լա կպել եք, լավ վերջ ունեցե։ Հետո ինչ եղավ։ Հետո արդեն սկսեցի խորանալ ստարտափների մեջ, որ հասկանաս որտեղ դնես, ոնց անես, հա։ Հա, երկրորդ ստարտափը Lucky Carrot-ն էր, ու մեր ընկերներից մեկը ընկերությունում փորձեցին ներդնել այդ պլատֆորման, որը աշխատողների ոնց որ retention-ի եւ տարբեր բաների համար էր ստեղծված։ Էլի շատ Մոտիվացիայի, հա, ոնց որ HR գործիք էր, չէ՞, հա, թե չեմ HR սխալվում։ գործիք էր, հա, շատ հետաքրքիր ու շատ Կան իրանք։ այս պահին ոնց որ մի փոքր դաթարի մեջ են, հա, բայց կարա Հա, շարունակեն։ էլա ոնց որ կարևոր կետ ներդրումների, որ ամեն ներդրում չի, որ ինքը հաջող է կալնելու կամ փոխաբերելու։ Հատկապես, չգիտեմ, այդ angel investor-ները, angel investing-ը իր մեջ շատ մեծ ռիսկեր ունի, չէ՞։ Դե Ճիշտ հա, եմ angel հասկանում։ investing-ը իմ կարծիքով աշխարհում ամենառիսկային ինվեստիցիան է ու ոչ մի տրամաբանություն այդտեղ տրամաբանություն կա, բայց ոչ մի հաստատ ոչինչ չկա։ Եթե ինչ-որ մեկը դեզ ասի, որ դուք 15 հատ ներդրում կանեք ու մեկը անպայման հաջողակ կլինի, դա ցավոք միֆ է։ Այսինքն դու հասկանալով, որ չգիտեմ, այս տարվա մեջ օրինակ 10 հատ ստարտափին փող ես տալի, դու պատրաստ ես հոգեբանորեն նրան, որ 10-ը կարան լրիվ այդ գումարը կորցնեն։ Այո։ Վաու։ Շատ հետաքրքիր է, բայց մեր Հայաստանում ցանկացած ստարտափը, որ ստեղծվել է ու որոշակի հաջողություն է ունեցել թեկուզ ինչ-որ տարիների առումով, այդ ակումուլացված ինֆորմացիան, գիտելիքը ֆանտաստիկ ձևով կարող է օգնի լրիվ ուրիշ ստարտափի։ Հա, ասինքն ոնց որ մարդիկ իրար մեջ ինֆորմացիան փոխանցում, իրար օգնում են։ Աննկարագրելի ձևով։ Այսինքն հայելն էլ առավելություն է։ Ոչ միայն հայ լինելն է առավելություն, համայնքը շատ ջերմ է ու ընկերասեր։ Նույնիսկ եթե այդ ընկերությունը ինչ որտեղ կարող է տենց թվա, որ այդքան արագ չի աճում կամ ինչ որ մի պահի ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը, դա ոչինչ չի նշանակում։ Նա բերում է շատ առավելություններ ունի, որտեղ նա ունի արդեն պատրաստի ինչ որ ձախողումներ, որը կարա ասի, որ նա չանի։
մյուս Հմ, ստարտափներին կամ նա ունի ինչ-որ angel network, investor-ներ, angel network, կողասի, որը կարող է համապատասխանել մյուս ստարտափներին։ Այսինքն ակումուլացված գիտելիքը չի կորում։ Նա հա, փոխանցում է ուրիշին, դրա մեջ է ամբողջ գաղտնիքը, որ դա չի երևում, մարդիկ չեն պատկերացնում։ Ինչի ենք մենք մեծ քանակի ներդրումներ անում, ինչի է դա կարևոր։ այսինքն անգամ եթե ինչ-որ ընկերություններ fail են լինում, այսինքն չի ստացվում իրենց մոտ, ա, մեկը դա ընդհանուր բոլոր մնացած ստարտափներին օգնում է։ Հա, Այսինքն այդ փողը էկոսիստեմային կորած է։ փող չէ՞ լի կոպիտ ասած։ Բացարձակ, դա Հա, էկոսիստեմայի մեջ է հետաքրքիր է։ մտնում, ու այդ գիտելիքը, որը որ ստեղծվել է, չէ՞ որ աշխատավարձներ են տվել, այդ մարդիկ միջազգային կապեր են ստեղծել, էքսպերտներ են կազմել եւ այլն։ Այդ գիտելիքը համայնքի մեջ է մտնում, էկոսիստեմայի մեջ է մտնում, մուլտիպլիկատոր էֆեկտ ունի։ Հմ, դրա համար ոնց որ վերջերս լավ հաջողություններ ենք հա ունենում։ Այո։ Իսկ բացի բանայից էլ որտեղ ես ներդրող։ Ես որպես angel investor մենակ բանայում եմ, բայց ես նաև ներդրում եմ կատարել venture-ային ֆոնդերում, Formula VC ֆոնդում, Big Story VC-ում եւ հոլանդական Curiosity VC-ում։ Հա, այսինքն արդեն Հայաստանից դուրս ես եկել։ Ահա։ Ну, բացի Հայաստանից նաև միջազգային ֆոնդերում ես փորձում անել։ Հա։ Հա, Big Story-ից Արտոն մեր մոտ եղել է Ահա։ երկու հաղորդում առաջ ինքը լավ մանրամասը պատմեց ինչով են զբաղվում։ Հա, այսինքն այս քո հիմնական զբաղմունքն է, ճիշտ եմ հասկանում։ Այս պահի դրությամբ հա, բայց ես որոնների մեջ եմ, որտեվ ուրիշ հետաքրքրություններ էլ ունեմ։ Նաև տղա եմ մեծացնում, որ այդ հիմնական պարտականություններից մեջ է մտնում։ Ուղղակի այս տարիների ընթացքում ինձ շատ հետաքրքիր էր ինչպես է սիստեման աշխատում, էկոսիստեման, ստարտափները ոնց կարան հաջողություններ։ Իհարկե մտքիս մեջ իմ ստարտափ ունեմ, Հա, որը մի օր երևի կսկսեմ։ ինչի ես սպասում։ Տեխնոլոգիաների թռիչքին եմ Հա, սպասում։ հասկացա, լավ չեմ հարցնի, ինչ Հա, է որ հա, տող գաղտնիք ունա։ հա, Իսկ մի քիչ կպատմես նրա մասին, որ այդ փողը օրինակ երկարաժամկետ ներդրում է, չէ՞ ոնց հասկանում եմ։ Շատ դեպքերում երկարաժամանակներ, տարիներ շարունակ դու այդ գումարը չես կարող, չէ՞ հանես։ այո, Փառք Աստծո Հայաստանում angel investor-ները շատ խելացի են ու գիտակից են, դա վաղուց չկա, երբ որ ներդրումներ անում են ու ասում են քան արի դուք քան տոկոս եք մեզ հետ տալու, Հա, այդ абսուրդը մեր մոտ վաղուց չկա, այսինքն բոլոր հրեշտակ ներդրողները գիտեն ինչի համար ու երբ են ներդրումներ անում, ինչքան պետք է անեն։ հասկացա։ Դա շատ կարևոր է, որ ներդրումները ճիշտ մարդիկ կատարեն ու ճիշտ ռիսկը հասկանան։ Այո, բայց դեպքեր են լինում բացառություններ, որ էքզիտներ ա լինում։ Հա, Այո, ու այդ գումար ունեցել ես արդեն։ այո, Որոնք են եղել։ ունեցել եմ մեկ էքզիտ, Easy Mark-ը։ Easy Mark-ը։ Ահա։ Հա։ Exit, որ խնդրեմ կբացատրես exit ինչը։ Էքզիտը այդ բաժնետոմսերի վաճառքն է։ Հա, Այսինքն ես որպես հրեշտակ ներդրող վաճառել եմ իմ բաժնետոմսերը։ Easy Mark-ը A round-ի գնաց, չէ՞։ Հա, Series A ժամանակ։ Series A ժամանակ դու արդեն որպես ներդրող դուրս եկար։ Այո, իմ տոմսերը գնացին Radiant Capital-ը Նյու Յորքից։ Հա։ Իսկ քանի X return-ներ 20x։ 20 անգամ։ Վաու։ Առաջ հենց Series A-ին արդեն 20 անգամ ավելի թանկ Այո, հետ եկավ։ հա, 3 տարվա ընթացքում։ Ֆանտաստիկ արդյունք է։ Իմ կարծիքով Հայաստանում հա ինքը տենց ամենամեծ կարելի ասել angel ակումբի միջոցով ներդրում կատարած ամենամեծ էքզիտն է։ Հա, Չգիտեմ անհատական էքզիտներ ուրիշ ստարտափներում կարող եղել են, բայց ոչ խմբակային ներդրումների ժամանակ անհատական ինչ որ իսկ մենակ դու դուրս եկար, թե էլի մարդիկ բանայից դուրս եկան։ կային անեղ ոնց որ երկու հնարավորություններ եղել դու էքզիտ անելու, որոշները 7x-ի ժամանակ էին արել։ Դու սպասել ես։ Ես մի քիչ սպասեցի, հա, մի քանի ամիս։ Հա, Գերասը մեր մոտ range-ում եղել է, ինքը լավ պատմեց այդ ընկերության մասին, շատ ուրախացանք իհարկե հաջողություններով։ Շատ լավ, ասինքն ոլորտը լավ արագ զարգանում է, մարդիկ արդեն սկսել են դրանով փող աշխատեն, ներդրողները, համե ֆաունդերները, որը մոտիվացնող է։ Ահա։ Իսկ կոնկրետ ուղղվածություն կա ստարտափների, որ նայում ես։
Չէ, Հայաստանում ուղղվածություն չունենք, Հայաստանի տնտեսությունը այնպիսին է, որ մենք չկա որևէ ոլորտ մեր հանրապետությունում, որ շատ ուժեղ է զարգացած, չգիտեմ, քիմիական արդյունաբերություն կամ չգիտեմ, մեքենաշինություն եւ այլն, որ ասենք այս ինդուստրիաներից դուրս spin-off եղածած ստարտափները իրենք ինչ որ ուղղվածություն է։ Հա, Բայց ունենք շատ հրաշալի տարբեր գիտության հետ deep tech ստարտափներ, որոնք որ համաշխարհային շուկայում բավական առաջատար ճանաչված դիրքեր ունեն։ որ օրինակ։ Օրինակ հենց այսօր ներդրում եմ կատարել Blue Cube-ում, որը ստեղծում է ծրագրեր quantum կոմպյուտերների համար։ Վաու, արդեն այդտեղ ենք ասել։ Այո, ու առավել ասեմ, որ ես հիմա ներդրում կատարում եմ Bana Angels-ի միջոցով սինդիկատ ենք հավաքելու, բայց մինչև այդ տարիներ առաջ pre-seed-ի ժամանակ Formula VC առաջի ֆոնդը արդեն ներդրում կատարել էր pre-seed-ում։ Հա, ասինքն այն ժամանակ ուներ, հիմա Չէ, այն ժամանակ ես հնարավորություն չէր եղել Bana Angels-ին չէին տվել հնարավորություն, բայց ես շատ ուրախ եմ, որ գոնե Formula VC մեկով է արել այդ ներդրումը, ոնց որ անուղակի։ Հասկացա։ Շատ լավ։ Աշխարհում չգիտեմ 200 տենց ստարտափ կա թե չկա այդ ոլորտի ու ինքը շատ ճանաչված են։ Հա, ոնց որ այդ quantum computing-ը սկսել են մարդիկ շատ խոսան դրա մասին։ Շատ ստարտափներ են հայտնվում։ Հա, շատ հետաքրքիր էր, չնայած մի որոշակի ժամանակ առաջ ես տենց բավականին ֆենոմեն ուզում էի հասկանալ այդ ոնց է որ այդ տեխնոլոգիան այդ նույն խնդիրը լուծելու է, ասենք մյուս կոմպյուտերները 10000 տարում են լուծելու, իսկ quantum այդ կոմպյուտերը 3 րոպեում է լուծելու ու շատ հետաքրքիր էր թե այդ զարգացումները ինչերի կարաբերի։ Հա, ես այդ բանը Microsoft-ի այդ վերջի բանը paper-ը կարդացի դրա հետ կապված, որ լավ բան էին ունեցել, առաջընթաց էին ունեցել այդ ոլորտում, բայց մեզ մասը չհասկացա, շատ բարդ էր։ Շատ բարդ տեխնոլոգիաները։ Հա, այդ 1.0.1-ը ոնց է միաժամանակ տեղի ունենում, հասկանալ բարդ։ Դե ընդհանրապես քվանտային ֆիզիկան հասկանալը շատ բարդ է։ Այդ մարդիկ որ խոսում են, այտենց ոնց որ ուրիշ լեզվով խոսան։ Բայց կարևոր է, որ Հայաստանում նմանատիպ ստարտափներ կան էլի։ Ինքը իրականում Հայաստանում, չգիտեմ, դա երևի հետաքրքիր կլինի իմանալ, որ հայկական բոլոր ստարտափները դասացման առաջի հենց օրվանից գրանցվում են Ամերիկայում, Դելավերում։ Հա։ Տրամաբանությունն է, որ Հայաստանում հիմա հնարավորություն ունենք seed, pre-seed ու նույնիսկ որոշ չափով Series A ներդրումները բավարարել ստարտափների, բայց հիմնական ուղղվածությունը ներդրումային դա Ամերիկայից է գալիս։ Այսինքն այն սկզբնական փուլում ստարտափների Հայաստան բավարար կապիտալ կա, բայց երբ որ արդեն իրանք աճում են, մեծանում են, մեկը այդ ներդրումը պետքա դրսից ներգրավեն, որովհետև տենց մեծ ներդրումներ Հայաստան դեռ չկա։ Եվ հա, եւ չէ, ուղղակի ստեղ ոչ միայն ներդրումի մասին է գնում, այստեղ քանի որ ամեն ուղղվածության ստարտափներ կարող ունենանք, հարցը միայն գումարը չի, հարցը նրանում է նաեւ էքսպերտների ներգրավումը։ Հա, հասկացա։ Եվ կապերի, իսկ կապերը դա շատ կարևոր են, որպեսզի ստարտափ ինչի մասին է, արագության մասին է ու վերջ։ Հա։ Այդ ամենակարևորն է, իսկ horizontal ու vertical կան VC ֆանդեր, то есть հնարավորություն կա vertical VC ֆանդերից ստանալ ներդրումներ, որոնք ավելի շատ արագ են։ Իսկ ինչն է այդ տարբերությունը, որ խնդրեմ կբացատրես։ Vertical-ն է, որոնք իրենք օրինակ Շվեյցարիայում կա Kai Ventures-ը, որը ինվեստանում է նա quantum ստարտափներում։ Հա։ Իրանք արդեն 24 հատ ստարտափ ունեն ու բոլորը մենակ quantum են։ Իսկ այդ մյուսը, որը բոլոր ինդուստրիաներում ինվեստիցիա անում։ Իսկ այսքան տարբեր ստարտափների հետ աշխատելուց հետո ու ներդրումներից հետո քանի հատ ունես առել։ 15։ Հա, 15, ճիշտ գիտեի։ Քո կարծիքով ինչ որ բան կա, որ եթե ստարտափը նմանատիպ պահելաձև ունի կամ հիմնադիրները որ օրինակ այս հմտությունները ունեն, ավելի հավանական է որ հաջողության կհասնեն։
որտեվ լիքը մարդ հիմա մեզ լսում է, Հա, որ կարող է իդեա ունենաս ինչ որ ստարտափ սկսելու կամ ուզենա այդ ուղղությամբ զարգանա, ինչի վրա ուշադրություն դարձնի։ շատ կարևոր է այն պայքարող տեսակը տեսնելը։ Ես որպես ներդրող, երբ որ իրանք արդեն pitching են անում, ես բացի այն, որ ես լսում եմ ինքը ինչա ներկայացնում, ոնց է ներկայացնում, ես ուզում եմ իր մեջ տեսնեմ։ Ինքը այն մարդն է, որը կարա այդ burnout լինի ու մի առավոտ արթնանասի վերջ կրիտիկական բան ես էլ չեմ շարունակում։ Հա, Այդ ուզում ենք տեսնենք։ Իհարկե, դա շատ դժվար բան է, բայց այդ մարդու տեսակը որ միշտ կարողանում է գտնի պայքարող տեսակ պայքարող եղնի, հա։ տեսակ ենք ես ինքս իմ համար կարող եմ ասել ես ուզում եմ տեսնեմ պայքարող տեսակը որտեվ հիմա տեխնոլոգիաները շատ արագ են փոխվում ու ստարտափի իդեան կարա լրիվ ուրիշ բան դառնա հնարավորություններ բացվի որոշ հնարավորություններ փակվի որոշ հնարավորություններ բացվի Հասկացա։ դրա համար այդ մարդու տեսակը շատ կարևոր է մարդկային բնավորությամբ Ահա։ ու ինքը մի քիչ է խարիզմա պետք է ունենա։ Եթե ես մտածում եմ, որ կարևոր է, որտեվ ինքը մագնիսի պես պետք է կարողանա իր կողքը պահի տաղանդավոր մարդկանց բերի ու կարողանա պահի։ Հա, Հիմա այս AI agent-ների դարում իհարկե ասում են, օպա, ես մենակ 1 միլիարդ հանուս կամպանիան 6 ամսում կսարքեմ։ Հա, այդ տարբերակները կան, բայց դե մտածում եմ, որ դեռ կարևոր են տաղանդները, որ լինեն խմբի մեջ։ դե հա, ինչքան է հլա դեռ ես օրինակ չեմ պատկերացնում, ինչքան պետք է զարգանա, որ մարդու տաղանդը արդեն կարևոր չլինելի։ Ճաշակը, չգիտեմ, օրինակ, չգիտեմ դու նկատել ես թե չէ, բայց գովազդների որակը ու շատ մեդիայի որակ AI գալուց հետո ահագին ընկել է։ Ինչի որովհետև այն ժամանակ ինչ որ մի բան ստանալու համար մասնագետ էին դիմում, մասնագետն է քիչ շատից ինչ որ ճաշակ ուներ կամ տեխնոլոգիա էր տիրապետում աշխատանքի։ Հիմա այավ ինչ մտքիդ փչում է կարողանում ես ստանաս, բայց այն ինչ որ քո մտքին փչում է չի նշանակում որ այդ լավն է։ Ու շատ բաների մեջ այդ որակը ընկել է ու անգամ հիմա որ ցանկացած մարդ AI-ով ցանկացած գործիք կարա ստեղծի, մեկը այդ ինձ թվում է ճաշակի զգացումը մարդկանց հասկանալը այդ ամեն ինչը մեկը շատ կարևոր է։ Հա, համաձայն եմ ու ինձ թվում է ինքը ոնց որ մի քիչ այդ պահը մի քիչ խեղկվել է ժամանակի ընթացքում, որովհետև եթե այդ նույն կամպանիաները, որ վարձում են դիզայներներ, որ իրանց անել, ոգևորությունը AI-ից ճիշտ է, կա, բայց այն մյուս կողմն էլ կա, այն փոքր ընկերությունները, որ իրանք չէին կարող իրանց թույլ տալ professional, ասենք մարքեթինգային դիզայներական ընկերություններ, որտեղ այդ բյուջեները չունեին, իրանց համար ստեղծվել են հնարավորություն, որ ձեր ասած այդ ճաշակ ունեն, բայց Ֆինանս չունեն, հիմա կարողանում են կարողանում են այդ միանշանակ։ բազային խնդիրները լուծեն։ Ոնց որ սոցցանցերը օրինակ գովազդի մասով շատ հարցեր լուծեցին։ Այն ժամանակ դու մենակ մեծ պետքալներ ու կարող էիր հեռուստատեսությամբ կամ թերթով գովազդել, որը թանկ էր, սոցցանցերը որ եկան, ոնց որ հավասարվեց բոլորի համար։ Չհավասարվեց, բայց հնարավորություններ տվեց նաև փոքրները ինչ որ մի ձև ներկայացված լինեն ու կրեատիվության օգնությամբ կարողանում են viral գնան ու վաճառքներ ապահովեն։ AI միանշանակ շատ հնարավորություններ է տվել։ Ես ոդկասթներից մեկի մեջ ասում եմ, օրինակ 25 թվին մենք մեր արդյունավետությունը 2 անգամ բարձրացրել ենք առանց ոչ մի նոր աշխատողներ գրավելու ու դա արվել է AI հաշվին։ Բայց AI-ը խելամիտ որ օգտագործում ես, միանշանակ մեծ առավելություններ է տալի։ Այո։ Չգիտեմ, հիմա AI-ը ամեն տեղ բոլորը մենակ դրա մասին են խոսում։ Հայաստանից դուրս են գալի AI ստարտափներ։ Այո, Կան նոր հետաքրքիր ստարտափներ AI ոլորտում։ դե ներդրումները ոնց որ մեծ մասամբ AI ոլորտում են կարել, ոչ միայն իհարկե։ Նույն Tenweb-ը Հա, AI, ավտոյի։ հա, AI web generator-ը մեծ պլատֆորմաներ են, իրանք շատ արագ են աճում ու մենք պարտանում ենք
իրանցով ու շատ մարդկանց ռեկոմենդացիան կամ թեկուզ Հայաստանից դուրս որ օգտագործեն։ Թենվեբը ինքը ոնց որ AI օգնությամբ վեբսայթեր է սարքում։ Հա, Իսկ ոնց է կարողանում օրինակ, չգիտեմ, կուրսորի, Replit-ի մնացած այդ գիգանտների հետ մրցի։ ինքը յուրահատկություն իր սեգմենտը ունի նախ եւ առաջ, հետո արդեն ձևավորված target գրուպաներ ունեն, որտեղ որ կարողանում են ինքը մենակ AI web չի մենակ ինքը ինձ թվում է ավելի շատ մեծ պլատֆորմա է առնելու վաճառքներ կատարելու եւ ամբողջական լուծում տալու մարքեթինգային եւ բոլոր հետազոտական այդ բիզնեսի համար անհրաժեշտ բոլոր գործիքներն են տալու։ Ինչ էլ հետաքրքիր ստարտափների մեջ ես ներդրում արել, որ հիմա Հայաստանից տենց լավ արագ տեմպով աճում են։ Հա, ուղղակի չէ, անուղղակի Formula VC մեկով Wirestock-ի մեջ ենք ինվեստ արել pre-seed round-ում։ Հա, Այն ժամանակ իրենց բիզնես մոդելը նենց էր, որ creator-ները կարողանում էին պլատֆորմայի մեջ ներդնել իրենց ֆոտոները ու դրա միջոցով վաճառ է։ Հա, վաճառեին անհատական 1, 2, 3 նկար հա, կարող էին վաճառել։ Բայց այս Shutterstock-ի նման։ հա, Հա, այս AI Revolution-ից հետո պարզվեց, որ օրինական ֆոտոների տերեր քիչ կան աշխարհում, որ խնդիրներ չի առաջացնում դատական։ հա, Այդ բան training copyright-ի հետ հա, կապված, հա։ copyright-ի հետ կապված ու պարզվեց, որ իրանք կարան այդ հնարավորությունը շատ արագ օգտագործեն։ Հա, այսինքն ոնց որ բան են անում, իրանց նկարները օրինական կարողանում են training data տան OpenAI-ին կամ չգիտեմ, Այո, Claude-ին, այո, ու ստացվում է նենց, որ այդ մարդիկ Anthropic-ին։ կարողանում են գումար աշխատեն ոչ մենակ իրանց ֆոտոները վաճառելուց, այլ իրանց ֆոտոները տրամադրեն, որ AI-ները train անեն։ Սովորեն։ Ու Վաու, հա։ դա ստացվում է շատ մեծ արձագանք ու 700,000 creator գրանցվում է այդ պլատֆորմայի վրա։ Վաու, 700,000-ից ավել user ունի։ Հա, բայց ամենակարևոր 700,000 մարդ ինքը տրամադրում է իր ֆոտոները, նկարներ, հա։ որ train անեն։ Իսկ օգտագործողները AI-ները մեծ ticket size-երով 5-10 միլիոն դոլարով հերթ են կանգնում, որ OpenAI-ի հետ աշխատում են, չէ՞, եթե չեմ սխալվում։ այո, Դե շատ թույն է, որ Հայաստանից ընկերություններ կան, որ OpenAI-ում մնացած նման մոդելներին օգնում են train անեն։ ու ֆենոմենը այն է, որ հենց pre-seed round-ում մեր ընկերությունը Formula VC-ին ինվեստ արել ու Դա իրանց ամեն ինտենս ձև աջակցել են։ 200-300x բանկ ունենաք, հետադարձ կունենաք։ Նու ասում են, որ 10 միլիարդ valuation-ա ունենալու։ Հա, սպասում եմ, որ 10 միլիարդ կլինի Ես ընկերությունը։ եմ սպասում։ Վաու, այդ Հայաստանում շատ մարդ միլիոնատեր կդառնա։ Այս վերջերս կարդում եմ, որ բան SpaceX-ը որ գնացել է, բաց IPO է արել, բաց շուկայում հիմա իր ակցիաները կարաս առնես 4000 հոգուց ավել ընկերությունում դարել է միլիոնատեր ու 400 հոգի էլ 100 միլիոն պլյուս կարողությունը ձևավորել։ 100 միլիոն պլյուս 400 աշխատակիցներ էլի։ Հա, ճիշտ ասած երեք հենց մի հատ հետաքրքիր փոքր տենց ծիծաղալու վիդեո էին տեսնում, որ այդ աշխատակիցները արդեն նավով ա գնում, հելիկոպտերով ա գնում։ Ասենք չգիտեմ, վերջի Կարան մոդելի իրաց ցույց տան, ավտոյով ա հա։ գնում, տենց մի օր առավոտ արթնանում են, դրանք բոլորը գալիս են իրան մուտքի մոտ։ Այսինքն բան կարաս աշխատավարձով է կարողանաս շատ հարստանաս էլի, եթե քո ընկերությունը քեզ տալիս է մասնաբաժին այդ ընկերությունից։ Իսկ Հայաստանում ոնց հասկանում եմ շատ IT ընկերություններ, ստարտափներ հենց իրենց աշխատակիցներին մասնաբաժին տալիս են, չէ՞։ Այո, այդ լայն տարածում ունի ու շատ ոգևորիչ է այդ ամենակարևոր մոտիվացիոն կետերից մեկն է իմ կարծիքով։ Հա։ Իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են ստարտափ սկսեն կամ բիզնես սկսեն, քո կարծիքով մի հմտությունը նշեցի, որ համառությունը ոնց որ չհանձնվելը շատ կարևոր է։ Էլ ինչ ուղղությունների վրա իրանք ուշադրություն դարձնեն ու աշխատեն։ Ստարտափ ինչի մասին է, ընդհանրապես բիզնես ինչի մասին է, բիզնեսը դա խնդրի մասին է։ Նախ պետք է հասկանալ այդ խնդրը, շատ ժամանակ հաջողակ ստարտափները որտեղից են լինում, որ spin-off են լինում մեծ կամպանիաներից։ Հա, Ինչի, որովհետև այդ մեծ կամպանիաներում իրանք որևէ խնդիր են կարողացել լուծել, որ ինդուստրիայում մնացած բիզնեսերները չեն կարողացել լուծեն։ Իրանք հեշտ ու արագ էժան լուծում են գտնել։ Այդ դեպքում սովորաբար այդ ստարտափը spin-off առնում կամփանիից ու առաջին ներդրողները նույնիսկ լինում են այդ հիմնական ընկերության ֆաունդերները, ըհը, տերերը։
Շատ հետաքրքիր Հա, կարա դա լինի, որտեվ իրանք ինչի են առաջի են այսպես ասած ներդրողները իրանք լինում, որ իրանք գիտեն ռեալ պրոբլեմա ու գիտեն դա ինչքան էժան ու հեշտ կարելի է լուծել։ Ու տենց դա գաղտնիք չէ էլի, որ ամենահաջողված ստարտափները այդպիսի ստարտափներն են լինում։ հա, Այսինքն երբ որևէ մարդ որ ուզում է իրա մտքում կա ստարտափ գաղափար, ամենաառաջինը ինքը պետքա validate անի, սենց կա ստարտափների բանում ասում են vitamin or painkiller։ հա, է, Ստարտափների երկու ձև կա։ Ու պետքա զգույշ լինել, եթե դա վիտամին է, մենք էլ ենք զգույշ, ինվեստիցիա չենք անում, որտեվ ինքը շատ արագ փոխվում է, իրեն կարելի է հեշտ փոխարինել ու խնդիրը լուրջ չի։ Մարդիկ պատրաստ են վիտամինի համար փող տան։ հա, Վիտամինը իրանք ջրի են ուզում ունենան։ Իսկ եթե ամեն ինչ ջրի լինի, ընկերություն փող չի կարողանա աշխատի։ հասկացա։ Իսկ եթե ինքը painkiller է, Ցավազրկող էլի։ հա, ինքը Ցավի իրոք հարց լուրջ լուծ։ խնդիր կա, ոնց որ easy դիմարկի համար պահով, հա, ինչի ես easy դիմարկ ինվեստիցիա արեցի, որտեվ իմ ընտանիքում այդ խնդիրը եղել էր, եղբորս email-ը կոտրել էին, phishing էին արել, Հա, ու ինքը Նյու Յորքում էր, ընկեր զանգել էր ասում $800 հերիք է, որ ուղարկե Մարմեն ջան, չեմ ուղարկե, դե ես չեմ։ Ու ես գիտեի, որ ինքը ռեալ պրոբլեմ է, ու գիտեի, որ ուշ ընկերություններում էլ էին արել, արդեն շատ ավելի մեծ գումարների մասին։ Դա վտանգեր ու դա լուրջ խնդիր էր, որ պետք է լուծել։ հասկացա։ Էդ է, պետք է ամեն հիմնադիրի համար առաջին ինքը այդ հասկանա, որ ինչքան է լուրջ խնդիրը։ Դա ինքնա պատկերացնում է այդ խնդիրը, թե ուրիշներն է գիտեն այդ խնդրի մասին։ Հմ, Ինչքան մեծ է այդ խնդիրը, ինչքան ինքը տարածված է ու ինչքան է իրա խնդրի տարբերակները երկրից կախված։ հա, Մի երկրում խնդիր է, մյուս երկրում չի։ Իրա արագ տարածվելու խնդիրն է, ինչքան կարելի է այդ ստարտափ այդ խնդիրը սարքել աշխարհի համար լուծում։ հա, ասինքն եթե խնդիրը գտել է ու խնդրին փորձում է լուծում տա, կարող է դա ընդհանրապես մեր լոկալ ինչ որ կոնտեքստի մեջ է ու այդ բանը նույն լուծումը ամերիկացուն օրինակ պետք չի կամ եվրոպացուն։ Հա, ես ասեմ առավել, երբ որ մենք նոր ենք ներդրումներ անում, մեզ համար նորմալ էր, երբ որ իրանք Հայաստան վերցնում էին իրանց փորձնական տարածքը, location-ը, իրանց product-ը տեստանելու համար։ Մենք հիմա ընդհանրապես չենք խրախուսում դա։ Ասում Ինչի՞։ ենք գնացենք հիմնական ձեր շուկան, որտեղ եք կատարելու, որտեղ ինքը յուրահատկություններ ունի, որտեղ ստեղ երկու զանգով կարող ես 20 կամպանի քո product-ը վերցնի ու ինքը օգտագործի, բայց դու չես կարող նույն արագությամբ Ամերիկայում կամ չգիտեմ Եվրոպայում նմանատիպ ընկերությունները արագ onboard դնել։ Հասկացա։ Հա։ Հաստեղ, քանի որ ունես ծանոթները, ընկերները, շատ հարցեր կարաս ավելի արագ լուծես։ Դա պլյուս հետո իրա սպառողական տարբերությունները կա։ Հմ, Այն հայ սպառողները կարող է այդ դրա բծախնդրությունը չունենան կամ յուրահատկություններ չունենան, դրա համար մենք միշտ խրախուսում ենք, որ սկսեն այն երկրից տեստավորում անել, որ հիմնական իրենց թիրախն է։ բայց տես մեկը ավելի թանկ է, չէ՞։ Բայց ժամանակի ու ռիսկերի իրական դատայի մասին է խնդիրը Հա, գնում։ հասկացա։ Ինքը ժամանակը չի վատնում, թեկուզ 5-6 ամս ընթացքում կկարա ալերև ուրիշ արդյունքներ ստանա։ Հա։ Այսինքն գտնել խնդիր ու գնալ միանգամից հիմնական շուկա, հասկանալ այդ խնդիրը այդ շուկայում կա թե չէ, ու մարդիկ պատրաստ են դրա համար վճարան թե ոչ։ Տենց կարծում եմ հակառակ ուղղությամբ, այլ է ճիշտը գնալ, խնդիրը կա, փորձել ճիշտ լուծումը գտնել։ Իսկ եթե վերցնենք օրինակ բանան, կամ մնացած ֆոնդերը, որտեղ դու ներկայացվածություն ունես, այդտեղ կան միջազգային ներդրողներ, այսինքն ներդրողներ, ովքեր Հայաստանից չեն։ Այսինքն դրսի ներդրողների համար մենք հետաքրքիր ենք։ Ահա շատ լավ հարց էր ու կարամ ասեմ, որ հիմնական աղբյուրներից մեկը, որ մենք կարողացել ենք քիչ թե շատ արագ հասկանանք ինչա կոչվում angel training, angel investment, դա միջազգային էքսպերտներն էին, որոնք հրավիրված էին Հայաստան Եվրոմիության կողմից, ու մեր ընկերներից Մորիսը ինձ շատ օգնել է դրանում։ Ինքը նույնպես ներդրումներ է կատարել Հայաստանում ստարտափներին, որը շատ ոգևորում էր իրան տեսնել
մենք էլ էինք ուզում ներդնել Հա, ու իրանց ազդեցությունը շատ մեծ է եղել, բայց հիմա արդեն ոնց որ տարածական առումով մեծացել ենք ու 2 տարի է արդեն բանան կազմակերպում է Investor Tour։ Այդ որտեղից սկսվեց, որ մի քանի տարի առաջ ես ու Սոնան Բան Angels-ի տնօրենն է, որոշել ենք գնայինք Էստոնիա IBAN ընկերությունը, որը Եվրոպայի ամենամեծ Angel Network-ն է ներկայացնում իրանց կոնֆերանսին։ Ու տենց տեսանք, որ ինչքան շատ աշխարհով մեկ մարդիկ գալիս են ու մասնակցում են Էստոնիայի այս էկոսիստեման են տեսնում եւ այլն, նույնիսկ շատ մեծ ներդրումներ էին անում, օրինակ Շոտլանդիայից մարդիկ կային, որ խմբով էստոնական ստարտափներում ունեին ինվեստիցիա, դա Էստոնիան ճանաչված է, իր տասնյակից ավել ստարտափներով, հա, յունիկորն ունեն, հա։ Ու Սոնան հրաշալի միտք ունեցավ, ասաց իսկ կարող եմ մենք էլ ինվեստոր տուն անենք, ու տենց շատ ոգևորվեցին ու երկու տարի արդեն ունենք, բայց անցած տարի շատ յուրահատուկ անցավ, մոտ 70-ից ավել ինվեստորներ եկան 14 տարբեր երկրներից։ այսինքն դրսից ինվեստորներ եկիրավորում, բերում եք ստեղ սկսում եք ցույց տալ մենք ինչ ունենք։ Հա, տանում ենք իրանց մեր յունիկորներ գրասենյակներն ենք ցույց տալիս, PixArt, Service Titan, Adobe եւ այլ pitching session են ունենում ու այդ կազմակերպումը Digitech-ի շրջանակներում իրանք Digitech-ին էլ են մասնակցում ու արդեն շատ լավ մեծ ներդրումներ ունենք, Հա, հա, մեծ խումբեր են եկել Էստոնիայից, Իտալիայից ու եվրոպական տարբեր երկրներից խմբերով էին եկել ու ամենահաճելին է նա, որ իրանց մեջ էլ են network անում, ոչ մենակ մեր հայկական Հայաստանի angel investor-ներին են ճանաչում, այլ իրանք իրար մեջ, այսինքն Հայաստան դառնում է կապող ուղի բոլոր այդ այդ շատ լավ է։ ինվեստորներին։ Իսկ եթե օրինակ, չգիտեմ, ես ունեմ ինչ-որ կապիտալ, որը պատրաստ եմ երկարաժամկետ դնել ինչ-որ ստարտափների մեջ ու ուզում եմ միանամ ձեր այդ խմբին։ Ինչ է դրա համար պետք ու արդյոք դուք ինձ կօգնեք հասկանամ ոնց է այդ ամեն ինչը աշխատում։ Հա, մեծ սիրով կան ինձ կապնվեն ինձ հետ։ Ես հիմա Bana Angels-ի board member-ն եմ ու դարձել շատ շնորհակալություն իհարկե։ Վստահության Հա, համար։ վստահության համար։ Ես սիրով այդ բանը տանում եմ ու ռոպագանդում եմ այն մարդկանց, որոնք ուզում են իրենց կյանքը մի քիչ ավելի հետաքրքիր անեն, որտեղ angel investment-ը դա մենակ փող աշխատելու մասին չի, դա ֆանտաստիկ հորիզոններ է բացում գիտելիքների ու ինդուստրիաների մասին, որտեղ ամեն մարդ երևի ինչ-որ բիզնեսով է զբաղվում կամ ինչ-որ ընկերությունում բարձր աստիճան պաշտոնյա է, ինքը ժամանակի սահմանափակ ունի ինֆորմացիան ստանալու ու ռեալ ինֆորմացիան, ինչա աշխարհում կատարում, որ տեխնոլոգիաներեն թռիչքային աճ ունենում։ Այդ դա առաջինը գիտելիքի աղբյուր է, angel investment-ով դու deep ընկերությունների մասին իրանց insiders-քի ինֆորմացիաներ ես ստանում ու հասկանում ես ինչ ֆենոմենալ արագությամբ կարան աճեն։ Դա Հա, ոնց որ դու էլ ես մասնակից դառնում։ Ճիշտ է, դու այդքան ասենք այդ արագության քո կյանքը չի, ընդհանրենք տրադիցիոն ինդուստրիայում բիզնես ես վարում, քեզ ընձեռնում է հնարավորություն մասնակից դառնաս որևէ ընկերություն, որ կայծակնային արագությամբ է ազդում ու տենց կյանքը մի քիչ ավելի հետաքրքիր է դառնում։ Դա շատ առավելություններից մեկն է։ Երկրորդը մենք ունենք 70-ից ավել ներդրողներ ու այդ ներդրումների network-ը ներդրողների իրար մեջ արդեն ընկերություն են անում ու համագործակցում են, դա եւս առավելություն է համարում երրորդը դիվերսիֆիկացիան է որպես ներդրում, որտեվ տրադիցիոն ներդրումները մարդիկան ներդրումներ են կատարում աշխարհ գույքում, ըհը, հիմա շատ տարածված է բոնդերում, նույնիսկ միջազգային ստոկերում կամ digital արժեթղթերով։ asset-ներում, հա, ինքը կարա նայվի որպես ալտերնատիվա դիվերսիֆիկացիա որպես ներդրումների Հա, առումով։ իսկ ինչքանից է սկսում։ Ինքը նվազագույն $5,000-ից է սկսում։ Այսինքն $5,000 եթե ունես, կարաս մի հատ ստարտափի մեջ դնես։ Այո, Հա, կարաս, բայց քանի որ Bana Angels-ը համել տրեյնինգ է կատարում, տարեկան մեկ անգամ Bana Angels-ը ունի տրեյնինգ, այն մարդիկ, որ շատ փորձ ունեն կամ IT-ից չեն, մենք խրախուսում ենք որևէ ներդրում սկսելուց առաջ իրանք անցնեն այդ տրեյնինգը, որը մի քանի ամիս է տևում, նույնիսկ մենք ունենք արտասահմանից էքսպերտներ են գալիս, որ ավելի միջազգային
փորձով ու մենք բացատրում ենք այդ ամեն ինչը ոնց է կատարվում ու դա բացատրում ենք որ պորտֆոլիո պետք է հավաքել ու դա ռիսկերը նվազեցնելու ամենակարևոր ֆակտորներից է եթե մարդը պատրաստվում է ընդհանրապես մեկ հատ ներդրում կատարել ու դա մենք այդքան չենք խրախուսում Այսինքն պետք է մի քանի հատ լինի, որ գոնե ռիսկերը նվազեցվի։ ես դե տենց խորհուրդ եմ տալի 10 հատ 10 հատ։ Հա։ Այսինքն $50,000 արկներից դեմ ունենաք։ Բայց այդ պարտադիր չի մեկ տարվա մեջ լինի ու պարտադիր չի ինչ-որ ժամանակահատված լինի ընդհանուր ստրատեգիա կարա լինի պորտֆոլիոյի որ ինչ-որ մի ժամանակ 4-5 տարվա մեջ այդքան ներդրումներ կարողանաս անես ու խրախուսում ենք որ այն ինդուստրիաներում անեն որոնք իրանց հոգեհարազատ է իրանք հասկանում են որտեվ կարողանան իրանք ոնց որ value բերեն այդ Հա, ստարտափներին արժեք ոչ տան։ միայն փողով, այլ նաև հմտություններով եւ իրանց network-ով, պլյուս իրանք կամ կան ինչ-որ մի հատ խնդիր, որ իրանք անձամբ ուզում են աջակից լինեն այդ խնդիրը լուծելու, որովհետեւ այդ խնդիրը իրանց համար ցավ է։ Հա, Ուզում են աշխարհում որևէ բան լավ փոխեն։ հասկացա։ Անջան շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր ու հուսով եմ բոլոր ստարտափները, որտեղ ներդրում եք արել, բոլորը կդառնան $1 միլիարդ ու պլյուս։ Շնորհակալություն։ Իհարկե ես երբ որ ինվեստիցիա եմ անում, ես իրենց համարում եմ արդեն ծախս, չնայած ես լավ հարաբերությունների մեջ եմ բոլոր հիմնադիրների հետ, բայց վաղուց դա իմ համար չի դիտվում որպես եկամտի աղբյուր, այսինքն ես փորձում եմ ավելի հանգիստ վերաբերվեմ, գիտեմ որ տենց ճիշտ ներդրումներ արել եմ, բայց երբեք չեմ կենտրոնանում այդ Թե ինչ հետ կգա։ թե ինչ հետ կգա։ Հասկացա։ Շնորհակալություն։